Ռոզա Դավթյանը նոր հուզիչ հրապարակմամբ կրկին ստիպեց շատերին արտասվել։ Դերասանուհին իր ինստագրամյան էջում հրապարակել է տեսանյութ հարսանեկան օրվանից, որում զետեղված են այն կարևոր ու զգացմունքային պահերը, որոնք կապված են նրա սիրելի վաղամեռիկ հայրիկի հետ։ Տեսանյութին կցված տեքստը խորապես հուզել է հետևորդներին. «Քո կյանքը շարունակում է ծաղկել իմ մեջ, պապ, շնորհավոր ծնունդդ», գրել է Ռոզա, նշելով, որ հենց այդ օրը ապրիլի 27-ին իր սիրելի հայրիկի ծննդյան օրն էր, և հենց այդ օրն էլ նա որոշել էր նշել իր կյանքի ամենակարևոր պահերից մեկը՝ հարսանիքը։ Երբ փոքր էի, շատ մեծ անհանգստությամբ ու սրտի թրթիռով մտովի պատկերացնում էի իմ ու պապայի պարը հարսանիքիս օրը, պատկերացնում էի, թե ոնց է ինձ ուղեկցելու եկեղեցի, բայց էդ օրը ցավոք սրտի չեկավ։ Պապան ինձ շատ էր սիրում ու երբեք չէր պատկերացնում, որ ես պիտի մի օր գնամ տնից, բայց եկավ էդ օրը ու հիմա ես հույս ունեմ, որ դու հանգիստ ես, պապ, որովհետև ես ապահով ձեռքերում եմ։ Ռոզան անկեղծորեն պատմել է, դեռ մանկուց երազել էր հարսանիքի օրը բարի ելնել իր հոր հետ, պատկերացրել, թե ինչպես է նա ձեռքը բռնած առաջնորդում դեպի եկեղեցի։ Սակայն ճակատագրի մի դաժան որոշմամբ այդ օրը ցավոք այդպես էլ չկայացավ նրա պատկերացրած կերպով։ Բայց ինչպես ինքն է գրում, հավատում է, որ հայրը տեսնում է իրեն ու հիմա հանգիստ է, քանի որ դուստրը գտնվում է ապահով ձեռքերում։ Հարսանիքի ժամանակ, երբ ցուցադրվում էր հոր հիշատակին նվիրված տեսանյութը, ամբողջ սրահում մի պահ բոլորը սառել էին, հյուրերն անխտիր հուզված էին, շատերն անգամ արտասվեցին։ Տեսանյութում զետեղված էին ընտանեկան արխիվային կադրեր, հոր ու դստեր ջերմ պահերը, որոնց ուղեկցում էր Ռոզայի ձայնային ուղերձը, լի սիրով, կարոտով ու խոստումով շարունակել արժևորել հոր հիշատակը։ Այս հրապարակումը հերթական անգամ հաստատեց, որքան էլ ժամանակն անցնի, հայրիկի կորուստը դեռևս մնում է Ռոզայի կյանքի ամենացավոտ ու բաց վերքը, բայց նա ապրում է այդ ցավի հետ, վերածելով այն ուժի, ներշնչանքի ու հոգու թրթիռի։ Տեսանյութը կարճ ժամանակում հարյուրավոր մեկնաբանություններ հավաքեց։ Հետևորդներն իրենց սրտառուչ խոսքերով նշում էին, որ երբեք այսքան խորապես չէին հուզվել։ Շատերը գոռում էին Ռոզայի ուժը, նրբությունը և անկեղծ սերը դեպի ընտանիք օրինակելի է։ Այս տեսանյութում ամենահուզիչ կադրերից մեկն անկասկած կապված էր նաև նրա սիրելի մայրիկի հետ։ Տեսանյութում հստակ զգացվում էր մոր անասելի հուզմունքը, աչքերում արցունքներ, սրտի մեջ խառը զգացողություններ՝ ուրախություն, հպարտություն, կարոտ և մի մեծ թախիծ։ Մայրը, որ միաժամանակ ապրում էր թե դստեր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը, թե ամուսնու բացակայության ցավը, չէր կարողանում թաքցնել էմոցիաները։ Նրա հայացքը Ռոզայի հանդեպ լի էր սիրով ու ջերմությամբ։ Նա հուզված սրբում էր արցունքները, փորձելով ուժեղ երևալ, սակայն խորը զգացողությունները չթաքնվեցին ոչ տեսախցիկից, ոչ էլ հյուրերի աչքից։ Նա շքեղ տեսք ուներ, նրբաճաշակ զգեստով, փայլող զարդերով, բայց հենց հուզումն ու մայրական ուժն էին նրա ամենագեղեցիկ զարդերը։ Մոր ներկայությունն ու հոգատարությունը երևում էր յուրաքանչյուր դետալում։ Ինչպես էր նա նայում Ռոզային, ինչպիսի սրտի թրթիռով, լուռ աղոթում էր միայն իրեն հասկանալի բառերով։ Հարսանիքի ընթացքում Ռոզայի մայրիկի ներկայությունը ոչ միայն սրտառուչ էր, այլ նաև հանդիսավոր, զուսպ և արժանապատիվ, այն օրինակն ու կերպարը, որին շատերը կարող էին նայել հիացմունքով։ Եվ հենց այդ օրն ամեն ինչ կրկին հիշեցրեց, թե ինչ ուժ ունի մայրական սերն ու որքան կարևոր է մայրիկի կողքին լինելը կյանքի ամենակարևոր պահերին։ Ռոզա Դավթյանն այս օրերին ապրում է իր կյանքի ամենաերջանիկ օրերը։ Նրա հայացքը, ժպիտը, աչքերի փայլը խոսում են այն մասին, թե որքան խաղաղություն ու սեր կա նրա ներսում։ Բոլոր կադրերից պարզ էր, նա սիրած մարդու կողքին է, վստահ է իր ընտրության վրա և շրջապատված է ջերմությամբ։ Հարսանիքի ժամանակ Ռոզան ոչ միայն հմայիչ ու նրբագեղ էր, այլև ամբողջությամբ լցված անկեղծ հուզմունքով։ Նրա համար երջանկությունն այսօր երկխոսություն է սիրո, հիշողությունների ու նոր սկզբի միջև։ Նա չմոռացավ իր կյանքում ամենաթանկ մարդկանց՝ լուսահոգի հայրիկին, մայրիկին, ընտանիքին ու ընկերներին, ովքեր այդ օրը վերածեցին հեքիաթի։ Այժմ, երբ նա նոր ընտանիք է կազմել, Ռոզայի երջանկությունը բազմապատկվել է, նա ուժեղ է, սիրող, գնահատող ու երազող, և հասարակության արձագանքները նույնպես լի են ջերմ մաղթանքներով։ Բոլորը մաղթում են, որ նրա այս ներքին խաղաղությունն ու երջանկությունը մնան հավերժ։
Մենք ևս միանում ենք բոլոր շնորհավորանքներին և ևս մեկ անգամ սիրված ու տաղանդավոր դերասանուհուն միայն սեր ու երջանկություն ենք ցանկանում և հուսով, որ նրան կրկին ու կրկին կտեսնենք հեռուստաէկրանների։